Ստեվանից, և չկա, վարչական մարմինը ուղեց։ Հիմա ստեղից գնում է զինվորական կոմիսարիատ, զինվորական պարտատղթերն է ողում։ Ձերքը, ստեղից գնում է ոստիկանություն, անձնագիրը փոխվեց։ Ստեղից գնում է նոտար, ժառանգության վկայականը վերցրեց։ Ու մի շարք այդպես տեղերի կարող է գնա, եթե անհրաժեշտ է, ոնց որ բոլորից հայտնի է, որ անձնագիրը հիմնական փաստաթուղթն է քաղաքացու։ Դրա համար ունենալով այս սա արդեն կարող եք իրավել ինքը շատ հետաքրքիր վարույթներ։ Շատ է, չտասից կետ բարձումը դուք եք արել, դուք ձեզ չէին պատասխանել։ Չէ, սա ոստիկանությունն է։ Ասեն դուք սկզբանե դիմել եք նաև Չէ, հիմա ասեմ, շատ հստակ հրամանի մեջ նշված է, շատ լավ հրաման է, որ կտա մի հատ ծանոթանանք ոստիկից։ Նայեք, վկայական մարմինը իմ դիմումի հիման վրա հաղորդում է ուղղակի ոստիկանություն, ծանոթացեք սրա հետ։ Եվ ուղարկել է զինվորական կոմիսարիատ, սրա հետ է, ծանոթացեք։ Դրա հիման վրա փոփոխությունները կատարվեց, արվեց, այս ամեն ինչը հա։ Ու միանգամից ինքը շատ արագ ընթացակ կարգով արի։ Մեկ ամսվա ընթացքում։ Բայց մինչև էլ ես քաղաքացուն ասել էի, որ եթե մերժեն, պետք է մտնենք դատարան։ Դրանով միջոցով հարց այլ է անունը միտեղ զելի մակերացել է, միտեղ զալի բեկ, շուտեցին, ես ուղարկի կապստեղ մերեցին։ Պետք է պետք է